Շատ կարևոր բան տեղի ունեցավ վերջերս։ Խագեր Կարլոսոնին 4 օր առաջ հարցազրույց էր տվել Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը եւ մի շարք բացահայտումներ էր արել, այնտեղ բացահայտումներ են իմաստով, որ ինքը թմրադեղեր է օգտագործում, կարծում եմ այստեղ նորություն չկա։ Ինքը գովազդել է, Զելենսկին անգամ գովազդել կոկայինը որպես լավագույն թմրամիջոց։ Խոսեցին, որ ինքը ասում է, որ ինքը այո օգտագործում էր, այնտեղ ակնարկներ անում, որ ինչ որ անձի հետ առանձնանում էր, այլ բաների մասին ինչ որ տղամարդկանց էս դա է ասում եւ նաեւ Քարոզ Արշավի մասին է առհասարակ աշխատավոճի PR-ի Քարոզի մասին է խոսում եւ ինչ է ասում է երբ իրեն ասում ենք բայց սա մեծ սուտ է ոնց կարող ենք սա մենք տարածել եւ հասցնել մարդկանց Ուկրաինայում արդեն պատերազմը սկսելուց հետո եւ դրանից առաջ է եղել ասում է Գեբելսյան ոճով ասում էր եթե սուտը անդադ կրկնես 10 լրատվամիջոցներ կամ 40 լրատվամիջոցներ եւ բլոգերներ կրկնեն դա եւ մենք էլ շարունակաբար դա կրկնենք բոլորս դա որպես ճշմարտություն հանրությունը կընկալի հիմա սա այս մեխանիզմով աշխատում է Նիկոլ Փաշինյանը մի առաջարկ ընդդիմությանը ինչ է ուզում ասել օրինակ շատ կարևոր 2-3 բան է ասել Սամվել Կարապետյանը նախ որ եւ նաեւ Երևան Բոզոյանը այստեղ խոսեց դրա մասին ծրագրի մասին էր Մայր Հայաստանի որ հիմա իրենք ընտրության են գնում Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ ինչ են իրենք ասում որ քանի որ այն մինիմալ թոշակը որ հիմա տալիս է Նիկոլ Փաշինյանը դա նշանակում է թոշակառուներին սովի մատնել եւ խոսում է որ մինիմալ թոշակը պիտի նվազագույնը լինի 100,000 իսկ մնացած թոշակները պիտի կրկնապատկեն մի խնդրանք սրա մասին պետք է խոսել անընդհատ որտեվ իրենց մոտ տպավորություն է որ իրենք ասեցին վերջ ողջ հայությունը իմացավ դրա մասին դա այդպես չի այնպես որ այս ուղղությամբ աշխատեք եւ ոչ միայն սոցիալական նաեւ շատ առողջապահական շատ լավ բան են առաջարկում Մայր Հայաստանը իդեպս Անդրանիկ Թևանյանի եւ Երևան Բոզոյանը այսինքն հիմա իրանք Բարգավաճ Հայաստանում պիտի դա անընդհատ կրկնել շատ ավելի կարևոր բաների մասին է խոսել Սամվել Կարապետյանը օրինակ 4-րդ երեխա ունեցող մարդը 2 միլիոն ստանում է 5-րդն է բնակարան է ստանում Սամվել Կարապետյան լավ է որ դուք ասեցիք բայց թող ձեզ չգան խափեն ասել որ դուք ինչ ասում եք դա աշխարհացունց բան է միանգամից տարածվում է եթե հատկապես նկատի ունենանք որ իրենց լրատվամիջոցներն ու բաները շատ ավելի մեծ է որտեղ դուք հիմա եք մտել այս պայքարի մեջ իսկ իրենք 30 տարի արդեն շարունակ այս ամեն ինչը իրենք հիմնավորել են իրենց լրատվամիջոցների եւ սոցցանցերով դուք ունեք, չգիտեմ, 100,000 հետևորդ ոնց որ թե մեկ էլ մի հատ ինչ-որ այդպես խումբ ունեք, անհասկանալի, այդ տեխնացուների խումբ ունեք, պարապ-սարապ են ման գալիս, թե ինչ են անում, չգիտեմ, այն ինչ որ դուք ասում եք, պահանջեք, հատուկ ձեզ եմ ասում, Սամվել Կարապետյան, պահանջեք եւ պարտադրեք, որ այդ ամեն ինչը չհոգնեն եւ չասեն դա, դե մի անգամ ասվել է բավական է 100 անգամ այդ ձեր ասած թեզերը ինչ այդ ծրագրային կարևոր բաները թոշակառուների հետ կապված 300,000 ադրբեջանցիների հետ կապված այդան ռադանելու մասին բնակարան տալու մասին 5-րդ երեխա ունենալու սա կրկնեն սա անշուշտ նաև վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին որ տպավորություն չլինի մի անգամ ասես թիմը միջև հիմա այն կարևոր թեզերը դեռ հայտնի չի որ սա ասես մեխայի պիտի լինի չէ՞ ասես հիմնարար մի քանի բան Սա չարում, սա հատուկ ընդդիմության համար։ Եթե սա այդ կապված ինչ-որ բան ունեք, պարոն Նահապետյան, կխնդրեմ ձեր առաջարկները ընդդիմության։ Ես ասում եմ այսպես, ավելի առարկայական գործնական խոսակցություն լինի, ասեմ Փաշինյանը ինչից է վախում, քանի որ ինքը ծրագրային ոչինչ չունի ասելու, սկզբունքորեն ոչինչ չունի խոստանալու։ Ինչ էլ որ ասելա, թե ինչքան մանկապարտեզ է կառուցել, ինչքան աշխատատեղ։ Փակել։ Ինչ։ Դուք հակառակն ասեք, փակել։ Ինչքան է հանձնել ու փակել իրեն։ Հա, չէ, ինքը ասում է, որ ինչքան իբր կառուցել է, ընդդիմության խնդիրը ո՞րն է։ Այդ սուտն ու կեղծիքը օրը 24 ժամ բացահայտել, 24 ժամ։ Այո։ Տեսանյութեր, սկեչներ, փաստացի, ապացուցողական։ Այսինքն իր բոլոր այդ տված խոստումները եւ այն ավերը, որ բերել է, անընդհատ սա պիտի ասվի, որպեսզի մեր երկրի նույնիսկ ամենահեռու գյուղում ինտերնետ կապ չունեցող գյուղացին ինքը եւս իմանա որ այս մարդու կառավարման 8 տարիների ընթացքում մենք կորստից բացի ուրիշ բան չենք ունեցել